Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Սուրբ Տրթատ արքայի բաց խորանի հարակից տարածքում Ծաղկազարդի տոնին նվիրված գեղանկարչության բաց դաս տեղի ունեցավ։ Տեր Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ Էջմիածին էին եկել մայրաքաղաքի ու մարզերի հայորդյաց տների սաները։ Ես ապրում եմ Գյումրի քաղաքում, հաճախում եմ հայորդաց տուն նկարչության խմբակին, նաև հաճախում եմ գեղագիտական ասեղնագործության։ Մենք Գյումրու հայորդաց տան անդամներս եկել ենք Էջմիածին, որպեսզի նշենք Ծաղկազարդը։ Մենք Էջմիածնի հայորդյաց տան բանտարկչության դասարանն ենք, ցանկացել ենք պատկերել խմբակային աշխատանք, հրեշտակ, որտեղ յուրաքանչյուրս յուրովի մեր ձեռագրով լրացրել ենք հրեշտակի հագուստը, թևերը եւ լուսապսակի մեջ յուրաքանչյուրս ներկայացրել ենք ինքներս մեզ։ Քրիստոսին եմ նկարում ուրեն ու ճյուղերով Ծաղկազարդի որպես այնց խորհրդանիշ կոմպոզիցիա։ Նկարում եմ Ծաղկազարդը։ Մեր նկարով ուզում ենք ասենք այսօրվա այս տոնի նշանակությունը։ Գեղանկարչությունից ու կավճանկարչությունից հետո Մայրաթորի տարածքում տոնական համերգ տեղի ունեցավ։ Հանդես եկան հայորդյաց տների դհոլահարները, պարախմբերը, կրկեսի դպրոցի սաները։ Հայորդաց տների առաքելությունը շատ մեծ է, հատկապես մեր ժամանակներում, որ ոչ միայն կրթություն է տալիս հայորդաց տունը, այլև դաստիարակություն կարելի ասել, որը ստեղծում է արժե համակարգ, ուղղակի հիացմունք եմ ապրում, որ հայորդաց տներում դաստիարակում են այսպիսի մարդիկ, դաստիարակում է այսպիսի սերունդ։ Համերգային ծրագրից հետո սաները հանդիպեցին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Հայրապետը ողջունեց եւ իր օրհնությունը բաշխեց երեխաներին։ Այսօր Հայաստանում գործում է 8 հայորդյաց տուն, որոնցից 4-ը Երևանում, 4-ը մարզերում։ Այս հաստատությունները սկսել են ձևավորվել 1993 թվականին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ եղած տարիներից։ Սկզբում հայկական բարեգործական ընդհանուր միության հետ գործակցությամբ հետագայում իրենց նպաստը բերեցին նաև անհատ բարերարներ։ Այժմ այս հաստատություններում շուրջ 3000 երեխա է ուսանում, հմտանում են արվեստի, սպորտի, արհեստի տարբեր ոլորտներում լեզուներ են սովորում։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպմանը սաները 100 քայլ ընտանեկան աստվածաշունչ խորագրով գիրք նվեր ստացան։ Վերջում հայրապետի շուրջ խմբված լուսանկարվեցին։